17 բնակավայր ու 2 բնակատեղի են ներառված Շիրակի մարզի Անի համայնքում։ 2024 թվականը համայնքի տարբեր բնակավայրերում բուռն աշխատանքների տարի է եղել, ասում է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու հավելում, աշխատանքների տեմպերը պետք է բարձրացնել նաև այս տարվա ընթացքում։ Ծրագրեր իրականացնելիս հաշվի են առնվել բնակիչների կողմից առանձնացված առաջնահերթությունները, որոնք հիմնականում առնչվել են շուրջօրյա խմելու ջրի ապահովմանը։ Հիմնականում խնդրահարույց գյուղեր ունենք, Քարաբեր, Ծիծյանկող, Լանջիկ գյուղերը։ Հիմա 3 գյուղի ջրամատակարարումը դարձել է շուրջօրյա, կազմակերպվել է։ Պետական ծրագրերով Սառնախբյուրում նախատեսվում է կառուցել 578 աշակերտ հզորության նոր դպրոց։ Բագրավանի դպրոցը նախատեսվում է հիմնանորոգել, իսկ Քարաբերդն էլ կունենա 50 տեղ հզորության նոր մանկապարտեզ։ Մինչ կմեկնարկեն այս շինաշխատանքները, Շիրակավան եւ Ջրափի բնակավայրերում արդեն սկսել են դպրոցաշինության աշխատանքները։ Մեկնարկել է 2 դպրոցաշինություն Շիրակավան եւ Ջրափի գյուղերում 288 տեղանոց դպրոցներ է կառուցվում եւ շուտով կսկսվի Մարալիկ քաղաքում 150 տեղանոց մանկապարտեզ եւ Քարաբերդ գյուղում 50 տեղանոց մանկապարտեզ կառուցումը հիմնանորոգում եւ ելի շնորհակալություն մեր կառավարությանը ամբողջությամբ ֆինանսավորումը զարգացման ծրագրի միջոցով այդ դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությունը ամբողջությամբ կառավարությունն է կատարում։ Ճանապարհաշինական աշխատանքները եւս չեն զիջում Անի համայնքում մի շարք բնակավայրեր տանող ճանապարհներ են ասֆալտապատվել։ Անցած տարի մենք սկսել ենք սուբվենցիոն ծրագրով Սառնախբյուր մուտքի ճանապարհը մոտ կիլոմետր 300 մետր, որի արժեքը 120 միլիոն դրամ է։ Բացի դրանից ելի սկսել ենք ավարտական փուլում է Սարակապ տանող ճանապարհը մոտ կիլոմետր ու կես, որի արժեքը 139 միլիոն է եւ Հայկաձոր տանող ելի նույնպես մի կիլոմետր ու կես ճանապարհ է, որը 141 միլիոն դրամ է։ Այդ համամասնությունը 45-55 ելի սուբվենցիոն ծրագրով մեծ մասն է բաժինը ելի կառավարությանն է։ Եթե նախկինում մի քանի բնակավայրերի դեպքում էր, ապա այսօր Անի համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվում է պատշաճ աղբահանություն։ Անի համայնքում ընդհանուր առմամբ լուսավորության շուրջ 400 հենասյուներ են փոխվել, շուրջ 1500 LED լուսատուներ են տեղադրվել։ Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսական ոլորտի բարելավմանը։ Մոտ 9 գյուղում մոտ 14 տեղ տեղադրվել է անասունների համար խմոստներ, մոտ կիլոմետրերով ջրահեռացման համակարգերն է մաքրվել, սելավատարերը, արոտներում բավականին տարածքներ արդեն կատիլային ջրահեռացման համակարգերով բավական մեծ ծառատունկեր են կազմակերպվել։ Սարիբեկյանի խոսքով 2025-ը աշխատանքների ծավալներով կգերազանցի նախորդ տարվան։ Դրանք ուղղված են համայնքի տեսանելի ու չարչարքված խնդիրների լուծմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը։ Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ալար Կարիսը նշել է հայ եւ էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը, ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակի այցելությունները վկայում են երկուստեք հանձնառության մասին ամրապնդելու Հայաստան-Էստոնիա օրակարգը եւ զարգացնելու քաղաքական երկխոսությունը նոր որակի։
Պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի Ռիգի Կոկուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը։ Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում։ Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է վարչապետի պաշտոնական այցը, վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի։ Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում միջազգային հարթակներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ։ Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Բոլորին մեր վարչապետ և միասին աղոթքի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ վերքինս ես, Սուրբ Գեղեցյանում քո, եկես է արքայություն քո, եղեցին կանք քո, որպես վերքինս և վերքրի։ Ըստ հացը մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր։ Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այդ ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողությամբ, մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից։ Դրդա թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, և համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է։ Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձ Բալթյան երկրների պես դիցուկ Էստոնիայի կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ գեղեցիկ ապագա ապահովել։ Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավականին, ձեզ և բոլոր բարի առաքելությունները ամեն սա բարի եկաք Տեր օրհնի։ Դասարանում տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են սովորում, որ բոլորին հասկանալի լինի ռուսերենով են դասն անցկացնում։ Մաթեմատիկայի ուսուցիչը դասին նախապես է պատրաստվում, թարգմանում է թեման, մատչելի մատուցման տարբերակներ փնտրում։ Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցում մոտ 1000 սովորող կա, 62-ը ռուսներ են, մոլոկաններ, բելառուսներ, ուկրաինացիներ, եզդիներ, ասորիներ, իրանցի, հնդիկ։ Հակառակ լեզվական խնդիրներին երեխաներն իրար հետ արագ են լեզու գտնում, դժվարությունները մանկավարժներն են հարթում։ Գալիս են արտերկրից երեխաներ, որոնք ոչ տիրապետում են ռուսերենին, ոչ տիրապետում են հայերենին։ Այդ երեխաները սովորում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, բայց միաժամանակ սովորում են նաև հայերեն։ Իհարկե, որպես ուղղագրություն դժվար է, բայց երեխաները արդեն սկսում են ուսուցիչների հարցերին մասամբ պատասխանել հայերենով։
Հայ ընկերներն են փորձել ներկայացնել իրանական, վրացական, հունական, ռուսական, բելառուսական ու ուկրաինական մշակույթը։ Խոհանոցի առանձնահատկությունները, գտել մերի հետ ընդհանրությունները։ Քանի որ մենք ունենք բելառուս ազգի դասընկեր, ընտրել ենք իրենց ազգային ուտեստներից, մենք իրենց ճանաչում ենք, ավելի շատ ենք մտերմանում իրենց ազգի հետ, ճանաչում ենք իրենց մշակույթը։ Մենք մեր դասղեկի օգնության շնորհիվ բոլորս պրպտել ենք եւ գտել ենք այն ինֆորմացիան, որը մեզ այսօր պետք է գալու եւ որոշել ենք ընտրել մի քանի ուտեստներ, որը մենք այսօր կներկայացնենք։ Աղջիկները նկատել են իրանցիների սեղաններից անպակաս են ճիժն ու հալվան, խոտաբույսերով թեյը, հյուրասիրությունը նման է հայկականին։ Մեր քիմքին ու ճաշակին հաճո են նաև վրացական, ռուսական, ուկրաինական, հունական ուտեստները։ Շատ հետաքրքիր բաղադրիչներ կան հունական աղցանի մեջ կամ ընդհանրապես ուտեստների մեջ ու կան շատ համով ուտեստներ։ Կարևոր բաղադրիչներից են կիտրոնը եւ ֆետա պանիրը, ոնց որ մենք հայրս ունենք քոչարի, նրանք էլ նաեւ ունեն հայտնի պար, սիրտակիա անունը եւ ինչ որ փոքրիկ հատված կներկայացնենք։ Ոչ միայն հյուրասիրության, այլև մշակութային ավանդույթներն են մեզ միավորում, ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումների նպատակը միմյանց ավելի լավ ճանաչելն է, ջերմ հարաբերություններ կառուցելը։ Միջոցառումները նախաձեռնել է կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնը։ Մշակութային բազմազանություն ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնություններին նվիրված նախաձեռնությունները կշարունակվեն նաեւ այլ դպրոցներում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն այսօր կայցելի Ադրբեջան։ Այցին ընդառաջ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Փեզեշքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի Իրանի համար, նշելով, որ երկու երկրները շատ բան կարող են անել իրար համար։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է երկրների ինքնիշխանությունը, իրավունքները եւ տարածքային ամբողջականությունը հարգելը։ Յուրաքանչյուր կողմ պետք է բավարարվի իր ունեցածով եւ չհավակնի մյուսի տարածքին։ Հակամարտությունն առաջանում է, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուսի հողերը։ Մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը։ Հուսով ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խնդիրները կլուծվեն, հիմք ընդունելով միջազգային իրավունքը, նշել է Մասուդ Փեզեշքյանը, հավելել. Թեհրանի ջանքերն ուղղված են, որ երկու հարևան երկրներն ապրեն բարիդրացիական եւ խաղաղ համակեցության պայմաններում։ Իրանի նախագահը պատասխանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը եւ հարևան պետությունների տարածքի նկատմամբ հավակնությունների բացառումը։ Նա շեշտել է, որ անդրսահմանային հաղորդակցությունների հարցերը պետք է լուծվեն բացառապես բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով։ Իրանը Ադրբեջանին իր տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է տրամադրում, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ կա պայմանավորվածություն, հավելել է Փեզեշքյանը։ Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, ուզում եմ փակել Իրանի հարցը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը։ Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության, կարծում եմ մենք դրան կհասնենք առանց ռումբեր նետելու, հավելել է Թրամփը։ Թրամփը նաև հորդորել է Ռուսաստանին դադարեցնել հարձակումներն Ուկրաինայում։ Նա հայտարարել է. հիասթափված է, որ Ռուսաստանը շարունակում է հարձակվել։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Վատիկանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր հանդիպումը լավ է անցել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկնել է Իրանի միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժման կոչը։ Ես նախագահ Թրամփին զգուշացրել եմ եւ հուսով եմ, որ դա կանեն բանակցողները։ Մենք սերտ կապի մեջ ենք Միացյալ Նահանգների հետ։ Իսրայելի դիրքորոշումը երբեք չի փոխվի։ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, հայտարարել է Իսրայելի վարչապետը, հավելելով, որ դա կանխելու ճանապարհը Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ենթակառուցվածքի ապամոնտաժումն է։ Նրա խոսքով միակ լավ գործարքը, որն աշխատում է, լիբիական սցենարն է, որի շրջանակում ամբողջ ենթակառուցվածքը չեզոքացվել է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը շարունակել են կարծիքների փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական դրույթների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք նշել են բանակցությունների նախադիալների համախմբման կարևորությունը Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։
Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը պաշտոնապես հաստատել է, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում Ռուսաստան զորքեր է ուղարկել։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Կիմ Չեն Ընն այդ քայլը համարել է սուրբ առաքելություն, ամրապնդելու բարեկամությունն ու միասնությունը երկու երկրների միջև, ապահովելու նրանց զարգացումն ու բարգավաճումը եւ պաշտպանելու իր պետության պատիվը։ Ռուսաստանի Դաշնության տարածքում մեր զորքերի ռազմական գործողությունները լիովին համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին եւ Հյուսիսային Կորեայի ու Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի դրույթներին եւ դրա ճիշտ իրականացման օրինակելի դրսեւորումն են, ընդգծել են կենտրոնական ռազմական հանձնաժողովից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել Կորեայի ժողովրդական բանակի ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են Կուրսկի շրջանում իրականացված գործողությանը։ Նա ընդգծել է, որ ռուս ժողովուրդը երբեք չի մոռանա հատուկ նշանակության ջոկատի զինվորների սխրանքը։ Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել էր Կուրսկի շրջանի նկատմամբ լիարժեք վերահսկողության վերականգնման մասին։ Միևնույն ժամանակ նա նշել էր Հյուսիսային Կորեայի աջակցության փաստը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ կորեացի զինվորականները մասնակցել են Կուրսկի շրջանում ռազմական գործողություններին համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։ Զվարթնոց եւ Գյումրու Շիրակ օդանավակայաններ նոր ուղղություններից ուղևորներ փոխադրող ավիաընկերությունները ֆինանսական աջակցություն կստանան։ Կառավարությունն ընդունեց օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացման ուղղված աջակցության ծրագիրը։ Այն ավիափոխադրողը, որը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Զվարթնոց օդանավակայան, պետությունից կստանա յուրաքանչյուր ուղևորի համար 20,000 դրամ, իսկ Շիրակ օդանավակայանի պարագայում 15,000 դրամ։ Ծրագրի շահառու դառնալու համար պետք է առնվազն 1 նոր ուղղությամբ չվերթներ իրականացնել Շիրակ օդանավակայանից։ Ծրագրով մի քանի խնդիր է լուծում, նշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Առաջին հերթին նոր ուղղություններն են զարգացնում, ինչը կնպաստի թե туриզմի զարգացմանը, թե մուլտիպլիկատիվ էֆեկտով դրան առնչվող այլ ոլորտների ակտիվացմանը։ Մենք հնարավորություն ենք տալի այս ծրագրի շրջանակներում օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցողներին բազավորվել ՀՀ օդանավակայաններում եւ բազավորման որոշակի պահանջներ ենք սահմանում, այն է պետք է այստեղ ունենա մասնաճյուղ այդ կազմակերպությունը ու այդ նոր ուղղություններն ենք սահմանում, որոնք են, այսինքն նոր ուղղություն այս որոշման շրջանակներում նրանք են, որոնք այսօր չեն սպասարկվում։ Մենք այնտեղ վերջին 1 տարվա ընթացքում մինիմալ չվերթերի քանակ ենք սահմանել, ասում ենք, եթե չվերթերից նվազ քանակով են իրականացվել չվերթեր այդ բնակավայր, քաղաք, ապա դա համարվելու է նոր ուղղություն։ Եվ փորձելու ենք խթանել այդ նոր ուղղություններից զբոսաշրջիկների եւ ընդհանրապես քաղաքացիների այցելությունները Հայաստանի Հանրապետություն։ Ծրագրից կարող են օգտվել այն պարագայում, եթե ուղևորը հատել է Հայաստանի սահմանը։ Տարանցիկ ուղղություն օգտագործելու դեպքում աջակցություն չի տրվի։ Իսկ որ ուղղություններից են սպասումները։ Եվրոպական ուղղություններից սպասումներ ունենք, ասիական ուղղություններից սպասումներ ունենք։ Մենք ստե ուղղությունների սահմանափակում չենք դրել։ Ցանկացած ուղղությունից, որտեղից հնարավոր է նոր քաղաքից ուղևորներ բերել Հայաստանի Հանրապետություն, դա այս նախագծի դիտարկման շրջանակներում է։ Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խնդիրներից մեկը հասանելիությունն է, եւ որքան շատ ուղղություններով ավիափոխադրումներ լինեն, այնքան ավելի լավ կզարգանանք, կարծում է Туриզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ Սա իրականում խնդիր է, որ լուծում է պահանջում եւ մեր հենց մրցունակությունը զգալիորեն կապված է մեր այդ տրանսպորտային հասանելիությունից, ավիա հասանելիության նաև հենց տեսանկյունից։ Այստեղ կարելի է հենց ավելի ուշադիր լինել եւ միգուցե ընթացքում նաև, եթե անհրաժեշտություն լինի, որոշակի փոփոխություններ անել, ավելի կատարելագործել այս մեխանիզմը այն առումով, որ կարողանանք ընտրել նաև նպատակային ուղղություններ։ Օրինակ շատ կարևոր շուկա է Սկանդինավյան երկրների շուկան, նրանց հետ ցավոք դեռևս չունենք ուղիղ օդային հաղորդակցություն։ Որոշմանը ծանոթ են տեղական զբոսաշրջային ընկերությունները եւ ողջունում են այն։ Նշում են, աջակցության գումարի չափը բավարար է եւ այն խթան կարող է հանդիսանալ ավիաընկերությունների համար։ Շատ դեպքերում ավիաընկերությունները մեզ նշում են, որ պետք է մենք ունենանք որոշակի ուղղվերահոսքեր, որպեսզի կարողանանք կազմակերպել, մենք էլ հակառակն ենք պնդում, երբ որ դուք իրականացնեք թռիչքներ,
զբոսաշրջիկները ավտոմատ կերպով կհայտնեն, որովհետև զբոսաշրջիկները հիմնականում ընտրում են այն ուղղությունները, որտեղ ունեն ուղիղ թռիչքներ։ Բնականաբար մենք ինքնին զբոսաշրջիկ ենք եւ ավելի շատ նախապատվությունը տալիս ենք այն ուղղություններին, որտեղ ունենք ուղիղ թռիչքներ։ Այս պահին կանոնավոր մոտ 50 չվերթ կա դեպի Հայաստան։ Ոչ կանոնավորներն էլ եթե հաշվենք 80-ի են հասնում, մանրամասնում է Արմեն Սիմոնյանը։ Օդանավակայանից կախված աջակցության չափը տարբերվում է, քանի որ Զվարթնոցում ուղևորների սպասարկման համար գանձվող գումարն ավելի բարձր է, քան Շիրակում։ Իսկ ինչ արդյունք է ակնկալվում։ Ենթադրվում է, որ այդ ուղևորը, որ մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն եւ արդեն իսկ օդանավակայանի մասով այդ վճարները վճարվել են եւ դա հարկերի տեսքով գալու է պետական բյուջե, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր մուլտիպլիկատիվ էֆեկտները, որոնք բերելու են հարկային եկամուտների ավելացմանը, որքան շատ ուղևոր կա, այդքան շատ կավելանան եւ այդ գումարներից հնարավորություն կլինի մի մասը օժանդակության ձևով ավիաընկերություններին տրամադրել, որոնք այդ ուղևորներին փոխադրում են Հայաստանի Հանրապետություն։ Մեխակ Ապրեսյանի խոսքով անհրաժեշտ է նաև հաշվի առնել այս պահին սպասարկող ավիաընկերությունների եւ ուղղությունների գործոնը, որպեսզի անհավասար մրցակցություն չառաջանա։ Հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենան նաև գործող ուղղությունները, այն իմաստով, որ նրանք արդեն գործում են, արդեն կայուն են եւ այս սուբսիդավորման այս մեխանիզմը կտևի այնքան, որ պարզապես կայացնի այդ ուղղությունները, հետո արդեն նրանք կշարունակեն հավասար պայմաններում։ Հայաստանում մեկ զբոսաշրջիկը 800-ից 1000 է ծախսում։ Զբոսաշրջային ընկերության տնօրենն է ներկայացնում։ Հավելում, որքան շատ հոսքեր, այնքան զբոսաշրջային եւ հետեւաբար տնտեսական ավելի լավ արդյունքներ։ Օրինակ, ակնկալում են, որ որոշման շնորհիվ բացի Ուռումչից, Չինաստանի այլ ուղղություններից եւս հնարավոր կդառնան ուղևորափոխադրումները։ Մեր համար նաեւ նախապատվելի ուղղություն է արաբական երկրները եւ պետք է նշեմ, որ շուտով նաեւ Քուվեյթից կունենանք ուղիղ թռիչքներ, եվրոպական ուղղություններում ունենք խնդիրներ կապված նրանց համապատասխան մարմինների հետ, որտեղ Հայաստանը նշված է որպես կարմիր գծով եւ որոշակի անվտանգային հարցեր ելնելով եվրոպացիները խուսափում են գալ Հայաստան։ Այդ պատճառով կարծում եմ մենք պետք է մի փոքր վերադիրքավորվենք եւ մեր ուղղությունը տանենք դեպի Ասիա, դեպի արևելք արաբական երկրներ, ու պետք է նշեմ, որ բավականին նաև վճարունակ են այնտեղի զբոսաշրջիկները, որպես այդպիսին Չինաստանի մասով այդքան չեմ կարող ասել, բայց արաբական երկրներում բավականին վճարունակ զբոսաշրջիկներ են։ Կարող են նաև ավելանալ, ինչու՞ չէ, նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներ, որովհետև Ռուսաստանը ավանդաբար մեր հիմնական ներգնա ուղղության շուկան է։ 2022 թվականին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է մոտ 3.7 միլիոն ուղևոր, 2023-ին 5.4 միլիոն, 2024-ին ավելի քան 5.3 միլիոն։ Տարեկան միջին աճը 2019-ից սկսած ներառյալ Քովիդի շրջանը 11.5% է, սակայն 2024-ի արդյունքում 1.3% անկում է գրանցվել 2023-ի համեմատ։ Արդեն երրորդ տարին է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ մարզում անցկացվում է թատերական երկամսյակ մշակութային միջոցառումը։ Այն մարզի թատերասերներին հնարավորություն է տալիս դիտելու մայրաքաղաքային ու մարզային թատրոնների ներկայացումները տեղում։ Մեծ աշխուժություն է տիրում այդ ժամանակահատվածում մարզում, մասնակցում են տարբեր բնակավայրերից եւ տարբեր բնակավարներից եւ փոքրեր եւ մեծեր։ 2 տարի շարունակ մասնակցել են մոտ 3000 հանդիսատես է մասնակցել, բայց այս տարի հույս ունենք, որ ավելի շատ կմասնակցեն։ Տեղական թատերական կազմը ոչ պակաս գեղեցիկ ներկայացումներ է մատուցում մեր հանդիսատեսին, սակայն սա ավելի բազմազանություն է մտցնում քաղաքի մշակութային կյանքում եւ շատ հաճելի է ոչ միայն մայրաքաղաքային թատրոնի ներկայացուցչությունը մեր տարածաշրջանում, այլև տարբեր այլ տարածաշրջանների թատերական խմբերի ներկայությունը։ Տարօրինակ է։ Նրա պայուսակում միայն մի քանի 100 եղել եւ մեծ բանկային քար։ Մարիո երբեք դրանից ավետու չի բերել։ Թատերական երկամսյակի շրջանակում եւ արդեն երկրորդ անգամ Գավառի պետական դրամատիկական թատրոնի բեմում սունդուկյանցիներն են։ Ներկայացնում են իտալական կատակերգություն, Գողերի որջը բեմադրված իտալացի թատերագիր Ալդո Նիկոլայիի գլխավոր փորձ պիեսի հիման վրա։ Օրը ցերեկո քաղաքի կենտրոնում անցորդների աչքի առաջ մարդ են առևանգել։
Հանդիսատեսը տեսնում է նաև այլ թատրոնի դերասաններին, ինչպես նաև ռեժիսորների մտածողությանը, որովհետև շատ տարբեր են լինում ներկայացումները ու շատ կարևոր է այս այցերը մարզեր։ Ես օրինակ շատ կուզեմ նույնիսկ մարզերով համագործակցեն իրար հետ, մարզից մարզ այսպես գնալ գալ լինի։ Թեկուզ կլինի մշակույթի տուն, կլինի դպրոցի բեմ, թե կլինի մեծ բեմ, անպայման սիրով կուզենամ խաղանք եւ բոլորը ներկա լինեն մարզերում ապրող ժողովուրդը։ Անցած տարի Կոկարաչյան ներկայացումով եկանք, ես էլի խաղում եմ, այս տարի այդ Գողերի որջով եւ շատ տպավորված եմ, ինձ բեմը շատ դուր է եկել, շատ լավ ակուստիկա ունի, ինձ ոնց որ տանը զգամ։ Զվարճալի եւ անսպասելի շրջադարձով կատակերգությունն ու դերասաններին Գավառցի հանդիսատեսը ջերմությամբ է ընդունում, անհամբեր սպասելով թատերական երկամսյակի հաջորդ ներկայացումներին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն։ Տեղեկությունը ստուգելուց հետո ապրիլի 23-ին ժամը 12:10-ին Երևանի Դավիթ Անախտի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ, պայեստատուփով, որի մեջ կար 5 փամփուշտ։ Փաստի առթիվ Քանաքերձեյթունի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները զննեցին նրա բնակարանը։ Հայտնաբերվեց եւս 4 մարտական ատրճանակ, կոլտ, բերետա, գլոկ տիպի, մեկն էլ առանց գրառման։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։